Եկեք միանգամից անցնենք բուն թեմային ու հասկանանք, թե ինչպես են ծխախոտն ու վեյփը գրավում ձեր օրգանիզմը։ Կարծում եք դրանք վնասում են միայն թոքերը, բացարձակապես ոչ, ժամանակն է ջարդել այդ միֆն ու տեսնել իրական պատկերը։ Նիկոտինն ուղղակի գողանում է դեռահասների ուշադրությունը, դաժանաբար հարվածելով զարգացած ուղեղին, իմպուլսների վերահսկմանն ու տրամադրությանը։ Տևական ծխելը բառացիորեն քայքայում է ձեր ուղեղի հյուսվածքները, կտրուկ մեծացնելով դեմենցիայի և հիշողության կորստի ռիսկը։ Իսկ ինչ կասեք պասիվ ծխողների մասին։ Երկրորդային ծուխն անդառնալի վնաս է հասցնում երեխաների զարգացող ուղեղին, պաշտպանեք նրանց։ Իջնենք մի փոքր ներքև, գիտեք, որ գոյություն ունի արտաքին կոսմետիկ վնաս, որն այսպես էլ կոչվում է ծխողի դեմք։ Այն բառացիորեն քանդում է ձեր մաշկի կառուցվածքը, նվազեցնելով կոլագենի արտադրությունը մինչև 22%-ով, պատկերացնում եք։ Ավելին, այն իսկական ավերածություն է կորցնում բերանում, 85%-ով մեծացնելով ատամները կորցնելու վտանգը։ Իսկ ովքեր են գլխավոր մեղավորները, ծանոթացեք այս քիմիական զավթիչների հետ, որոնք անխնա գրոհում են ձեր օրգանները։ 7000-ից ավելի քիմիական նյութ, որոնցից 70-ը հաստատված խաղաղեղածին են, օրգանիզմի համակարգային քայքայումն արագ է և դաժան։ Իսկ սրտում ածխածնի մոնոքսիդը պարզապես վտարում է թթվածինը, իսկ նիկոտինը ստեղծում է անոթային վտանգավոր խցանումներ։ Ուղղակի սարսափելի է գիտակցել, թե ինչպես են տոքսինները ֆիզիկապես ոչնչացնում թոքերի նուրբ թոքաբշտերն ու պաշտպանիչ շերտը։ Ավելի խորքում այն աննկատ քայքայում է լյարդը, առաջացնում ցավոտ այրոց ու կրիտիկականորեն նվազեցնում ձեր պտղաբերությունը։ Բայց ժողովուրդ, կա նաև հիանալի նորություն, եթե դատարկ ծխելը ձեր օրգանիզմն ունի վերականգնվելու իսկապես հրաշագործ ունակություն։ Թողնելուց անմիջապես հետո մարմինը սկսում է ապակինվել տարիների ընթացքում գրեթե ամբողջությամբ, զրոյացնելով հասցված ահռելի վնասը։ Այսպիսով իմանալով վտանգներն ու ձեր մարմնի վերականգնողական ուժը, ինչ առողջ որոշում եք պատրաստվում կայացնել այսօր։ Շնորհակալություն դիտման համար։